հեռուստատիտողները չմտածեն, որ այստեղ Վարպետյանի պետք է ներկայացնեմ կամ բան, իմ այստեղ գալու նպատակը ուրիշ էր, ինչպես ասեց Վարգաջյան Ստեփանը ասեց, այս ուղղակի բերել եմ տեսանյութը, ուղղակի եւ ցանկանում եմ այս հոդվածի մասին երկու բան ասել, եթե թույլատվությամբ իհարկե Ստեփան ջան։ Եթե դեմ չեք սկսեմ, հա, այստեղ մի քանի բաներ են ինձ համար գրանցել։ Եթե որը մեկը իր մոտ այդ հոդվածը ունի, ուրեմն ես այստեղ սկսեմ առաջի բանը, որ ուզում եի անդրադառնալ, Վարպետյանի մասին ես կոնկրետ երկու խոսքով ներկայացնեմ, որ Վարպետյան գրվածները, ընդհանրապես ելույթները շատ բավական բարդ են ընկալելու համար շատ բարդ նյութեր են եւ միանգամից մի հոդվածով ընկալել նրան կամ հասկանալ շատ բարդ է, սա ուղղակի սկզբի համար եմ ասում, սիրելիներս եւ ուզում եմ ասեմ, եթե ուզում եք որևէ բան, ես կոնկրետացնեմ, հա, ասեմ, որ սա ասում եմ տիկնոջը, ինչ էր սա Վիկտորիա Սանասարյանն եմ ես ասում եւ նաեւ բոլորը եմ ասում, եթե ուզում եք ընկալել, պետք է լինեիք ուրեմն տեղում այդտեղ ելույթի ժամանակ ինքը ներկա էր, դուք կհամոզվեք շուտով որ ներկա էր եւ կամ էլ սա վերաբերում է մյուսներին, որ կամ էլ կարող եք դիտել ուրեմն տեսանյութը, այստեղ ես վերել եմ շատ փոքր հատված, իսկ մնացածը ուրեմն արդեն արտադրվելու է, շատ պատրաստ է արտադրանքի, ուղղակի սպասում ենք copyright-ի, հայերենի չեմ կարող ասել copyright-ի ինչպես են ասում, բայց copyright-ին ենք սպասում, հենց եկավ այդ copyright-ի ուրեմն թղթերը, մենք կարտադրենք, որը մեկը եթե ցանկություն ունի, նա կարող է գնել, ես հիմա ուղղակի խնդրեմ նաև Ստեփանի գովազդային հոլովակներ կլինի, եթե բանը ընդառաջ ձեր մոտ էլ կարող եք դնել, մենք կբերենք անպայման դա, եւ որևէ մեկը եթե ուզենա հասկանալ, գոնե ինչ որ բան հասկանալ, կարող է նայել եւ բարձել։ Ես մի հարց տամ, մի շատ ներողություն, որ դուք copyright ասեցիք, հետեւաբար այդ օրը որ նկարվել է Միրաժում նպատակ է հետապնդվել, որ copyright-ը ձերը լինի եւ դուք այդ տեսաժապավենը հրատարակելով, այսինքն իրավունքը ձերն է եւ այսինքն որոշ միջոցներ ստանաք հետագայում այդ գրքերի հրատարակման եւ ձեր ներքին նպատակների համար։ Ուրեմն նպատակը դա է եղել, որովհետեւ ժողովրդի մեջ կարծիք կար, որ չի թույլատրվել այլ որևէ մեկը նկարի, դա կար, ուրեմն այդ copyright-ի իրավունքն է, որ դուք հետագայում դա շուկա հանեք եւ ապրանք ունենաք։ Ուրեմն դա է եղել պատճառը։ Ճիշտ հասկացել եք դա։ Ես ասեմ նաև այդ նպատակը շատ ճիշտ նպատակ է, ասեմ այդ ամբողջ հասույթը գնա, մենք սովորել ենք հասույթները կուղարկենք եւ այլն այսպիսի խոսքերին, ուղղակի սա իրոք նպատակ ունի, որ կգնա ուրեմն բանը ազգային ինքնություն ազգային տաճարի ուրեմն բանին խմբին, որովհետև այդտեղ աշխատում են մարդիկ, որ չեն վարձատրվում։ Ես մի բան հարցնեմ, ազգային տաճարի խումբը, որ ասեցիք, որտեղ է Երևանում գրանցված կազմակերպություն է։ Կազմակերպություն է սա, կուսակցություն չէ, ուղղակի կազմակերպություն է, սա ուրեմն բանը այդպես բանի համար։ Հիմա հոդվածին եթե անդրադառնանք առաջի տողերից, ուրեմն կարծում ենք Տիկին Սանասարյանի հոդվածը, ես այստեղ իմ համար արտագրել եմ, եթե որևէ մեկը կասկածի, խնդրում եմ ստուգեք, այդ հոդվածը ում կա, որ ես այստեղ կտրել եմ նաև մի քանիսը։ Ես ուզում եի բանը սկսեի սրանով, հենց առաջի տողերով, սա ուրեմն մեջբերում է բանից, թերթից, երբեմն ընտանիքի սիրելի շփացած զավակը հասակ առնելով կարող է դառնալ պատիժ ծնողների գլխին։ Ուրեմն այստեղ կանգնեմ ու միանգամից ասեմ, ես կուզենայի տեսնել այդ մարդկանց, չգիտեմ, ով շփացրել է պարոն Վարպետյանի մասին է խոսքը, կուզենայի տեսնել այդ ով շփացրել է։ Ես երբ որ ծանոթացա Վարպետյանի հետ, ուրեմն 96 կամ 97 թիվն էր, այստեղ մի շատ լավ երիտասարդ կար, բաներ, ստորագրություններ էր հավաքում։ Այդ ժամանակ դրված էր հարցը Վարպետյանին Հայաստանից հեռացնելու վտարելու չէին թողում այսպիսի պրոբլեմներ։ Այո, այսպիսի պրոբլեմներ կար եւ բանը ստորագրություններ հավաքում, բնականաբար ես էլ ստորագրեցի, քանի որ արդեն կարդացել էի ուրեմն այս ովքեր են դիվերսիո արիացիների գիրքը եւ շատ հետաքրքրել էր եւ ինձ բնականաբար չէի ցանկանում որպեսզի այդպիսի մարդ հայրենիքից հեռանա կամ տեղ չտան եւ այլն։ Ուրեմն
Այս շփոթված բառը շատ բան եմ ես դեմ եմ, որտեղ չի կարող շփոթված լինել մի մարդ, որ եթե մի հատ հավաք են անում, բան ընդհանրապես 400 հոգի են լինում, գիտենք որ որևէ խորովածի կամ քյաբաբի շուրջը ուրեմն շատ մարդիկ են հավաքվում։ Այսպես, սրա մասին երկրորդը որ նշել եմ նախորդ հարցման ժամանակ ասացի, որ նախորդ հարցման ժամանակ ասացի, որ ծուր հայլուների մեջ ներկայացած, դուք հիշում եք երևի Վարպետյանին, այսինքն ոչ թե Վարպետյանին, այլ դեկտեմբերի 1-ի այդ ելույթը ծուր հայլուների մեջ ներկայացվեց։ Ուրեմն այսպիսի տողեր կան այդ բանի մեջ, ինչ է այդ հոդվածի մեջ, նրա մտքերի ընթացքին տաբու արգելք չկա, սա մեջբերում է միջարոց եւ ոչ էլ տառապում է ավելորդ նրբանկատությամբ։ Սովոր է հայ ազգը բաժանել կապիկների եւ կիսակապիկների գոյացության իր գաղափարակիցներին ողորմածաբար թողնելով արիներ զգալու շնորհը եւ ինչպես միշտ այդպիսի պահերին նրա դեմքը երանգավորվում է հեգնաշախախ կարդալուց համար հեգնաշախախ ժպիտով թեև Միրաշ սրահում այդ օրը նորից չշապվեց կապիկների խնդիրը, բայց արիացիների վերաբերվող խոսք չեղավ, նյութը ըստ ծրագրի ավելի կարևոր էր, քան ներկա մեծ բարդույթ ու դժվարություն դիմագրվող հայ ազգի եւ նրա կառուցության գործյան հանգույցները։ Հիմա ես ուզում եմ ներկայացնեմ, խնդրեմ Էդիկին, որ բանը ուրեմն տեսանյութը միացնի եւ մենք կպարզենք թե ինչ է ասվել իրականում եւ դուք կտեսնեք նաեւ Տիկին ուրեմն ես Սանասարյանը Տիկին Սանասարյանը թե ինչպեսի հրճվանքով է բանան դիտում կամ ընկալում այդ կապիկների եւ կիսակապիկների մասին ասված խոսքը։ Խնդրում եմ, Էդիկ ջան, եթե դժվար չի միացնես։ Ով է Քրիստոսի հայրը։ Սխալ ընկալումներ եղան, ուղղեցին ինչ ճիշտ, էլի քարոզ ենք լսելու, ես ծանոթ չէի, իսկապես որ հեռուստալիքները զարզագություններով լցված են, ոչ քարոզ չի, կհամոզվեք։ Ես կհամոզվեք, որ մարդկության երևի 50%-ը ցավում եմ ես բառ օգտագործեմ, խնդրում եմ ընդառաջը կասկարակ չարություն չեմ դնում, մարդակապիկից շատ հեռու չի գնաց։ Եվ երրորդ հազարամյակում մենք արդեն ներկա ենք նոր մարդու, գեր մարդու, Նիչեի ասած, ձևավորմանը, նրանք քայլում են մեր կողքին, ինչու հանգարց ով է Քրիստոսի հայրը, ես մի քիչ դրա մասին ասել եմ, բայց դնել թեմայի մեջ, 95 թվականին ավանգարդ թերթում 15 դեկտեմբերի շարք սկսվեց քրիստոնեական բարձրաբանումների հարցադարան, որտեղ ներկայացնում էր Քրիստոսը, Քրիստոսի հայրը եւ այլն, մի ահավոր բաներ, նյութեր, ես ուղղակի պատասխանել եմ այս նյութը, քո Աստվածն ու դու, իմ Աստվածն ու ես, ոչ մեկը չհամարձակվեց տպել։ Որովհետև գնում էր ագրեսիա, Քրիստոսը, որ մեր Քրիստոսն է, դուք շատ բան, հանգիստ չշտապեք միայն, հա, թողեք, որ վերջացնեմ, ամբողջ ասելիքս, հետո կարծիքը կազմենք, երկար ժամանակ ունեք դրա համար։ Որ Քրիստոսը, որ մեր հարազատն է, արևական, արևապաշտական կրոն է, ես խոսում եմ քրիստոնեության բուն մասին, ոչ թե հուդա քրիստոնեության, ներկայացում է պուճուր այսպիսի մի բան եւ Քրիստոսի վրա հառնում է հանկարծ Հայր Աստված Եհովան, որին պետք է պաշտել եւ այդ համարում Քրիստոսը փոքրակար է գրվում Հայր Աստվածը մեծատար, հիշեցնում է հինկտակարանը, առաջի պատվիրանը, որ այսպես ուրախ կրկնում են մեր կավիկներն էլ հայ ֆերմոնների բեմից էին երկում առանց իմանալու թե որ առաջի պատվիրանը ես նախանձոտ Աստված եմ ուրիշ աստծուպտի չհավատակ, պատժում են որդիներին որ սխալների համար, ես ձեզ կդարձնեմ առաջի ազգը, Հայր Աստվածը պարզում է, որ Եհովան է։ Մենք խնդրելու ենք վերջապես ով է Հայր Աստվածը։ Եթե այս միայն դեպքը լիներ,
Լիքն է, բայց երկուսով բավարարվեմ։ Սա մասին խոսեցի Իովական ամսագիրը։ Ով է Քրիստոսի հայրը։ Եվ թարգմանությունը միայն երկու տող կարդամ, անցնեմ, նախ ասում է երրորդություն չկա, անվանում է 5 կտակարանը սուրբ գրություն, իսկ ավետարանը դե մարդիկ են գրել, պիտի սխալվեին, ոտքերոսնում եք, եւ ամբողջ բանի մեջ երրորդությունը չի ընդունվում, Քրիստոսի հայրը Եհովան է, եւ որպես ամփոփում սուրբ գրությունը, Աստվածաշունչը զղջում է երրորդության դոկտրինայի իսկությունը, եւ եթե Աստվածաշունչը մեր հեղինակությունն է, մենք չենք կարող ընդունել երրորդության դոկտրինան, ում եք հավատալու։ Ես ինչու եմ ասում, նախ Քրիստոս եւ երրորդություն, որովհետեւ կգնում են քրիստոնեության հինարաններին, երրորդությունը հինարանն է քրիստոնեության։ Եվ հետո կասեմ, ընթացքում խոսենք երրորդության մասին, ցավում եմ, որ երկու հուսացվայիկ այստեղ չունեմ, բայց ցույց տամ, քանի չեմ մոռացել։ Տնդոցում ժառապատկերների վրա երրորդությունը եւ մայրական եւ հայրական 6-7-րդ հազարամյակ Քրիստոսից առաջ, ով որ ունի հետո կբացի կնայի, դիտե մայրն է առաջնորդը, դիտե հայրը։ Այսինքն մենք խոսում ենք դու քրիստոնեությունը ոնց է ձևավորվել եւ որտեղ եղավ այդ 2000-ամյա ահռելի ահարբու այս խարդախությունը եւ կարող եք մենք միլիարդներով հաշվել մարդկությունը եւ քանիսն է այդպես ապրում ստի վրա ես չգիտեմ թե ինչ մեծահոգ է իսկապես հայրացված ու մի դերը իջեմա վերջի արի խոսում բացում երկաթը հասակի ուրեմն ահա ինչու հարվածացավ ով է Քրիստոսի հայրը եւ ինչու հանկարծ ընթացքում բոլորը ինքան բանավացվելով ինչու շեղվեց քրիստոնեությունը եւ շարունակում է շեղվել եւ ինչու հանկարծ դու շրջանակներ հանկարծ անդրադարձան Քրիստոսի ողջամային եւ բոլոր միջոցներով աշխատում են կարողել մենք էլ մամի տեղյակ չենք եւ դու քացեր խոսքին ասում անցնում է երրորդ թեման հարկավոր է անպայման ճշտել Քրիստոսի հայրը այսօր հա ճիշտ է հավատալի այս թեման Շարունակ մենք մեր հաղորդումը հարգելի հեռուստադիտողներ, ուրեմն դուք տեսաք մի հատված Արպետյանի ելույթից, որը տեղի ունեցել Միրաժ կաֆեում, ուրեմն դա կարճ հատված էր, նվիրված քրիստոնեության, Քրիստոսի անձի հետ կապված, թե ինչ խորքից է գալիս։ Ես որոցը բացատրություն չունեմ այդ կապակցությամբ իհարկե, որովհետև ես կուզեի իմ բացատրությունը այս կլինի, որովհետև Ես կարող եմ Չէ, միշտ ես քեզ ասեմ, երկարացնեք դուք, որովհետև ես մենակ մի ֆրագմենտ բերեմ։ Քրիստոսը եւ Լենինը, լավ լսեք ինչ եմ ասում։ Սրանից մոտավորապես երևի 90 տարի առաջ Լենինի անձի վերաբերյալ ճիշտ քրիստոնեության պատկերացումներն էին տալի։ Լենինի անձի վերաբերյալ նա տեսությունը սարքեց կոմունիզմը, գիտեք, հիմնվելով որոշակի բեյսերի վրա, դրանք փիլիսոփայություններ, տնտեսագիտությունը եւ ֆրանսիական հեղափոխությունը, ռոմանտիզմը, այսինքն երեք պետությունների վրա հիմնվեց կոմունիստական գաղափարախոսությունը։ Եթե ուշադիր եք 70 տարի հետո այդ գաղափարախոսությունը քանդվեց որպես այդպիսի։ Հիշում եք։ Ուրեմն կարծես նմանություն եմ ես տեսնում, սա իմ անձնական բանն է, որ այսօր մենք մտածում ենք որ կոմունիզմը դա մի գաղափարախոսություն էր, որը հիմքից սխալ էր։ Ճիշտ է, երբեք չենք հիշում, ասենք, որ ուտոպիստական երկեր կային մի քանի 100 տարի առաջ, հիմա հասարակության ապրելու, գործելու ճիշտ հիմքեր կային, ընկերային գործելակերպեր կային, այսօր չենք հիշում։ Հիմա մենք հիշում ենք, որ դա սխալ մի տեսություն էր։ Հիմա տեսեք, ես ինչ նմանություն եմ զգում։ Վարպետյանը խոսում է ուղիղ Վազգեն Մանուկյանի, Աշոտ Մանուչյանի խոսքերով, լավ լսեք։ Նրանք դուրս եկան այդ մարդիկ, որոնք առաջ քարոզում էին կոմունիստական գաղափարախոսություն, նրանք կոմունիստներ էին, երկուսն են։ Այսօր նրանք խոսում են հակառակը։ Արդյունքում այս փոփոխությունների հիման վրա Հայաստանը տեսեք ինչ վիճակի հասավ։ Բայց եւ կոմունիզմը
եւ կապիտալիզմը Հայաստանում, եւ գլոբալիզմը, եւ քրիստոնեությունը, եւ նախաքրիստոնեությունը, որ Վարպետյանն է հիմա մեջ բերում, ես կարծում եմ կարծես նույն ձեռքի գործն է։ Այսինքն հիմա մենք հակադրվեցինք, տարվեցինք կոմունիզմով, հետո հակադրվեցինք, հիշում եք, եւ ուրախացանք, որ ազատվեցինք։ Տարվում ենք քրիստոնեությամբ, հիմա հակադրվում ենք եւ կուրախանանք, եթե հաղթենք։ Բայց ինչ կբռնի տեղը, այսինքն այս վայրի կապիտալիզմը կամ վայրի ինչ որ մի նոր կրոն, որը կկոչվի ինչ, չգիտեմ։ Ես իմ կարծիքն է, դուք եթե բանավեճ եք ուզում հասկացնեք այդ թեմայի շուրջը, բայց պարզապես ես ձեզ այդ կարճ պատմական իրադրությանը բերում եմ, որ դուք մտածելով ասեք, որ հանկարծ ինչու ենք մենք բախտներս բերես, մեր կյանքի ընթացքում մենք մտափոխություն ունեցանք, հոգեկ փոխություն, եւ դա մեզ պարտադրվեց։ Մենք տեսանք դա։ Հիմա արդյոք չեք տեսնում, որ Վարպետյանի այս գաղափարախոսությունը նորից պարտադրված է, բայց ոչ թե 70 տարեկան կոմունիստական գաղափարախոսության դեմ, դրա համար կան մարդիկ, այլ 1700 տարվա քրիստոնեական բանի մեջ, որտեղ հիմքերն է շարժվում, որ մենք ավելի հնից ենք գալի, դա մերն է, բայց դա անջատվելու փորձեր կա։ Ես չգիտեմ թե այո, այդ դրա վերաբերյալ պարզապես մտածեք եւ կարծիքները ասեք, թե ուր է տանում այս Ստեփան ջան, ես այս սանտունեք իրոք այնպես ինչպես ասում է, որտեվ ես չեմ եկել կոնկրետ այսօր փորձելու քննարկել Վարպետյանի գաղափարները, Վարպետյանի մտքերը, ճիշտ հասկացեք ինձ։ Իսկ թե Վարպետյանը ինչ էր ասում, ես շատ ավելի բանը Եհովականության մասին էր, Եհովականների մասին էր խոսում, քան քրիստոնեությունը քանդելու մասին էր խոսում։ Նա խոսում էր քրիստոնեությունը ճիշտ իր տեղը դնելու մասին։ Անցնենք դրա վրա, որտեվ այս 5 րոպեանոց հատվածներով խնդրում եմ չքննարկենք, երբեք չեն կարող հասկանալ, որտեվ շատ բարդ է նյութը։ Ես ուղղակի ուզում եմ անցնեմ էլի հետ գամ այս նյութին, ես ձեզ ասեմ, որ ռոլիկը, որը որ դուք տեսաք, նոր եք մեջբերում է, բացակայում են այն ինչ որտեղ գրած է։ Հիմա մնում է մենք այստեղ լավ հասկացանք, ինչ որ գրած է հոդվածում, այսինքն դե Վարպետյանը արտահայտություններ արել, որ կոպիտ է հնչել հայ ժողովրդի նկատմամբ, բորբոքվել են կանայք, նույնիսկ մի քանիսը գորգռացել են սրահում, ես չեմ եղել, այդպես են ասում, եւ դրա հիման վրա ծնվել է այս խոսակցությունը։ Բայց ինչ ասել, ես տենց էլ չիմացա։ Այստեղ ուղղակի մենք չլսեցինք սկիզբը, ես բացատրեմ, հերոստատիտողը անպայման լսեց, կարծում եմ լսեց, այստեղ ասեց, որ բանը հայ ժողովրդին կապիկներ եւ կիսակապիկներ եւ այլն անվանել, նա ուղղակի շատ բանով ասեց, որ մարդկության 90%-ն է, որ կիսակապիկներից ավել չի բարձրացել, այդ բանը ցավով ասեց եւ ոչ մի հեգնախառ, չգիտես, բայց չգիտես ինչի Տիկին Սանասարյանը շատ ուրախ էր, որ ինքը դրանց մեջ չէր ըստ երևույթին։ Ես իսեր ասո, չմտածեք միայն, որ ես ուզում եմ վիրավորեմ Տիկին Սանասարյանին, հա։ Ես ուղղակի ուզում եմ ժողովրդին ցույց տամ, որ այս գրվածները, որ գրել ներկայացվեց, ճիշտ չի ներկայացված։ Ընդհանրապես ես հավակնություն ես կուզենայի հիմա, եթե մեզ լսում եք մի քանի հոգի, բայց ազնվոր են, որովհետեւ շատ կարևոր է, որոնք որ կարող են այս մեր խոսակցության վրա ինչ որ բան ավելացնել, այսինքն Վարպետյանը ավելացրել է այնտեղ ինչ որ մի բան, որ այստեղ չկար կամ որը որ դուք լսել եք ձեր ականջով, կարող եք հանգիստ, բայց առանց բանը պարզապես ասել, որ նա այսպեսի բան ասես, դուք քանի որ ներկա եք եղեք, ասեք այո ասել եք կամ չի ասել։ Ես ասեմ նաև, որ Էդիկը այստեղ է մասնագետ, այնքան կարող է անել։ Ժողովրդին լսեք։ Նա ասի նաև, եթե կտրած որևէ բան կար, այդտեղ հաստատ այդ հատվածը ամբողջովին դրված էր, Ստեփան, հավատա ինձ, ես ազնվությամբ եմ ասում, երբեք չի անի։ Եթե խնդրում եմ, եթե հեռուստատիտողներից որևէ մեկը կա, որ չկան, որոնք որ կարող է, ես խնդրում եմ մենակ հանգիստ, ովքեր ներկա են եղել Միրաժ կաֆեում այդ ելույթին, ասեմ, որ այս նախադասությունը, որը որ ասեց, այս հոլովակում չկար։ Դրա մեջ ինչ կա։ Եթե կար, կամ չկար։ Որը որ ասենք վիճահարույց է այս հարցի վերաբերյալ, որ ասենք ազգային ինքնությանն է դիպչում, որովհետև հակառակ է նաև Վարպետյանի գաղափարախոսությանը, որտեղ իր ամբողջ գործունեությունը մեր ազգային ինքնության հաստատումն է, գրականություն ինչ որ նա հրատարակում է, դա է, բայց գրավոր խոսքում ասվում է դա, որը շատ հաճելի է լսել, իսկ բանավոր խոսքը վերաբերյալ այսպիսի խոսակցություններ կան։ Ես դրա համար նախորդ հաղորդումների ժամանակ երբ այդ իմացա, լսեցի, այսինքն ասացի, որ
հուսահատվել պետք չի, եթե այդպիսի բանը փաստվի, ուրեմն Վարպետյանի աշխատությունները հայ ժողովրդի գոհարներն են համարում, Վարպետյանի անձը, որպես այդպիսի, պետք է պարզապես իր գրություններից անջատել եւ ուշադրություն չդարձնել նրա վրա, որովհետեւ դա կարող է, ասենք, մարդը ընկնի այնպիսի դրության մեջ, դա կարող է լինել հոգեբանական, այսինքն եւ կարող է իր մոտ տեղ ունենան, ասենք, հոգեբանական փոփոխություններ եւ նա ինքը ընդվզի իր իսկ աշխատությունների դեմ։ Մեր պարտքն է այդ պահին իր ձեռքը բռնել, ասեն, մինչեւ այստեղ դու առողջ ես, սրանից հետո հանգիստ մնա, անցի առաջ, բայց քո գործերը մենք ընդունում ենք։ Սա է հարցը։ Ես այդպես էի դրել։ Դրա համար եթե այդպիսի բան ա եղել, որ իր մոտ տեղ ունեցել ներվային, ասենք, ընդվզումներ իր իսկ աշխատության եւ գաղափարախոսության դեմ, ուրեմն Վարպետյանը պետք է սրան այս պահից հետո պարզապես հանգստի կոչել։ Եվ այսինքն նրա գործը համարել ավարտել։ Բնավ դա չի եղել։ Այդպիսի բան չի եղել։ Ես այսպեսի միտք արտահայտեցի։ Վարպետյանը գնաց հիմա աշխատելու եւ Վարպետյանը շատ լավ հոգեբանական եւ մտավոր վիճակի մեջ է եւ այդ տեսակ բնավ չի եղել եւ չեմ անում թե ինչքանով կարող ենք մենք վստահ լինել զանգահարողը պետք է իսկապես այնտեղ լինողը լինի թե ոչ, բայց ամենայն դեպս տեսաժապավենը ամբողջությամբ է ներկայացվում։ Տեսաժապավենը ես էլ եմ կրկնում, հա կլինի։ Երբ որ արտադրված տեսաժապավենը առանց նայելու հետևությունները։ Ուրեմն նայեք ինչ եմ ասում։ Տեսեք, ձեր մեջ ամենատարիքավորը ես եմ, չէ՞։ Դա համար հարգում եք լսում ենք ես։ Ուրեմն ես ձեզ սկզբից հարցրեցի, որ ասեցի, դուք տեսաժապավենի copyright-ը որ վերցնում եք ձեր վրա, դա ֆինանսները հարթելու ֆինանսներ ունենա, դուք ասեցիք այո։ Իսկ ես ասելու եմ ոչ։ Ինչու՞ պետք է ասեք։ Հասարակության հետ աշխատելու ժամանակ copyright-ի հարց չի կարող առաջանալ։ Ես ասեմ մամուլի աշխատողները պարտավոր են, հեռուստաժամերը պարտավոր են գալ եւ նկարել։ Դուք արգել եք կանդիդացել, չգիտեմ ինչպես, ոնց դա մոտիվիրովկա եղել, այսինքն բացատրվել է, որ դուք տեսաժապավենը պետք է վաճառեք։ Լավ եք արել, բայց դրա հետևը կանգնած է, որ հանկարծ այս նյութը չթափանցի հեռուստաժամերը։ Տրամաբանական է։ Տրամաբանությունը տեղն է, բայց ես բացատրեմ, հա։ Դուք կարող եք անել, որ տեսաժապավենները, որոնք հետագայում կհրատարակվեն դրա վերաբերյալ copyright-ի տակ են, բայց մամուլը հեռուստատեսությունը իրավունք ունի նկարահանել։ Ոչ մի չի արգելվել իմիջիալոց, ես ասեմ ոչ մի մամուլի աշխատողի եւ ոչ մի հեռուստատեսության աշխատողի չի արգելվել նկարահանել։ Ուղղակի մամուլն ու հեռուստատեսությունը այնքան բանա կողմ են մի կողմ են քաշված եղել, որ ոչ մեկ ներկա չի եղել։ Նորից վիշա շարունակեմ։ Ուրեմն նայեք, որպեսզի Վարպետյանի հանգույցը մեկ ընդմիշտ վերլուծվի, վերջանա, ես կառաջարկեմ հետեւյալը։ Լսեք ինչ եմ ասում։ Վարպետյանի գործերը խոսքը վերաբերում է գիրք ծննդոցին, որը copyright-ի տակ է անհասկանալի պատճառով։ Անհասկանալի պատճառով։ Ինչու է անհասկանալի։ Ինչու copyright-ի տակ է եւ հրատարակվում ասենք 100-200 օրինակով։ Ես ասեմ ինչի։ Ես ասեմ ինչի։ Ես մեկն եմ եղել նրանցից, որ միջև հրատարակվելը վճարել եմ, որպեսզի ստանամ, այսինքն վճարել եմ ոչ թե 150 կամ մի քիչ ավելի բնականաբար, որպեսզի 100-ի տեղը 200 հրատարակվի։ Բարի լինեինք, հավաքեինք ավելի մեծ գումար, այդ մարդը ավելի շատ հրատարակեր այդ գիրքը։ Որ ինչ աներ։ Որ ինչ աներ, որպեսզի ես ու դու կարդայինք։ Հիմա նայեք ինչ է բառաջարկում։ Ես պատրաստ եմ այդ գիրքը 10000 օրինակով անվճար հրատարակել։ Ահա։ Լավ լսեք ինչ եմ ասում։ Այսինքն իմ միջոցներով հրատարակել, բայց Վարպետյանին ոչինչ չտալ։ Ես ինչքան ինքնա կորցնում, այնքան ես եմ կորցնում, չէ՞։ Հավասար partnership-ը։ Այսինքն ես դնում եմ ավելի շատ գումար, քան թե ինքը պետքա ստանար այդ գրքի վաճառքից։ Ես կտպեմ 10000 հատ եւ անվճար կբաժանեմ հայ ժողովրդին։ Եթե Վարպետյանը համաձայնվեց այս իմ գործարքին, ես կհասկանամ, ես ինքս, որ Վարպետյանը գիրք ծննդոցը ուզում է, որ դառնա հայ ժողովրդի սեփականությունը։ Այսինքն ոչ թե $150, այլ նա կարդա այն ինչ որ ինքը գրել է։ Լավ եմ ասում։ Ձերի, այնպես ինչպես ավետարաններն ու Եհովայի վկաներն են տրվում, չէ՞ ձրի։ Նրանք միլիոն ուրեմն մենք ավետարանն է, այսօր մենք պարտավոր ենք։ Հիմա ես կարամ եք գործը անեմ, որ 10000 հատ տպեմ, եւ որ հայը ուզում ասի գիրք ծննդոց եմ ուզում, ես ասեմ խնդրեմ։ Գիրք ծննդոց տես այդ դեպքում Վարպետյանը կհամաձայնի։ Վարպետյան չեմ կարող ասել, բայց խնդրեմ դիմեք կարողանա գուցե։ Ուրեմն որպեսզի ձեզ ասեմ դիմված է, բայց ինքը չի ուզել։
Ուրեմն գնացեք մտածեք ինչի համար։ Ես տեղյակ եմ դրանից, չեմ կարող ուղղակի կարող եմ մտածել, թե ինչու համար հանկարծ այդ ծանր աշխատությունը պետք է լինի շատ քիչ տպականագով։ Ես ասեմ նաև ինչի համար, ըստ իս եմ ասում, ես մենակ իմ սուբյեկտիվ կարծիքն է սա, խնդրում եմ բան չանեք, սրանից ուրիշ հետևություններ չանեք։ Ծննդոցը ինչպես բոլորդ գիտեք, նույնը ժողովրդին եմ ասում, էլի շատ ծանր բան է, գործ է։ Ես չեմ հանդիպել մեկին, որ ասի, որ ես լրիվ վերջացրել եմ այդ գործը։ Կարդացրել եմ, վերջացրել եմ։ Ես ինքս կարդացրել եմ, վերջացրել եմ, բայց արդեն երրորդ անգամ եմ սկսում կարդալ, որովհետեւ կարողանամ ինչ-որ բան ընկալել մեջից։ Ուրեմն հնարավոր չի։ Հնարավոր է, շատ հնարավոր է։ Ուրեմն գիրք ծննդոցը պետք է վերածվի փոքրիկ գրքույկների։ Խնդրեմ, եւ ըստ, ահա, ով պետք է առնի։ Ես եւ դուք չգիտեմ։ Ինչու հանգած նա մեծ հատորով երևաց մի անգամից, որ կարդալ չլինի, այլ փոքր գրքույկների ձևով, որ տարածվի։ Իմ ասածը տարբեր է, ես չեմ ասում, որ կարդալ չլինի, շատ դժվար է ընկալել ուղղակի։ Շատ դժվար է ընկալել։ Ընկալելու համար պետք է պատրաստվածության մակարդակ ունենալ։ Ուրեմն Դվարպետյանի եւ իր խմբի մասնակիցների գործը հետեւյալներ լինելու։ Գիրք ծննդոցը մաս առ մաս կարդալ ընթերցասրահներում եւ բացատրել։ Հիմա դրան էլ ասեմ, մենք մի քանի օր առաջ Պողոսի հետ միասին նստած էինք եւ հենց դրա մասին էինք մտածում, որ Վարպետյանի նյութերը մաս առ մաս մանրացնել ու մեզ համար սկզբից բացատրել, հասկանալ, հետո նոր փորձել ներկայացնել ժողովրդին, որովհետեւ կարելի լինի ընկալել, որովհետեւ իրոք շատ բարդ է ընկալելը դա։ Ճիշտ է։ Ուրեմն մենք պատրաստում ենք, եթե ողջունում եք, եթե բանը ցանկություններ կլինեն, դա անելու ենք անպայման։ Ես արդեն 2 տարի եմ մտածում եմ հաղորդաշար կազմակերպել։ Մի 4 հոգու լսենք իրար հետևից, տեսնենք ինչ։ Ես խնդրում եմ կոպիտ արտահայտություններ չանեք, հարգելի հայրենակիցներ, լուրջ եւ նուրբ վերաբերվեք այս հարցին, որովհետեւ տեսեք կան համակիրներ, ես չեզոք դիրքում եմ, հեռուստաժամը տրամադրել եմ դրան եւ դրա համար պետք է հաշվի առնենք դա։ Այո, դուք եթերում եք, խնդրեմ։ Ալո։ Այո, բարև ձեզ։ Ալո։ Այո, լսում եք ձեզ։ Բարև ձեզ։ Բարև։ Ես առաջին ուզում եմ ասեմ, որ ներկա եմ գտնվել։ Այո։ Միրաժ կաֆեում տեղում ունեցածին։ Փաստումել են, որ ասեն, որ երիտասարդանը, չգիտեմ, վերջում նստած։ Միշային։ Հա, Միշային։ Այո։ Վարպետյանի գրիչը, որ ընկավ, ինքը մոտեցավ բարձր։ Այո։ Տեղանից, որ ուղղակի էդի վստահության համար, որ ներկա եմ գտնվել։ Ապրես։ Ոչ մի հատ սխալ արտահայտություն տեղի չունեցել Վարպետյանի կողմից։ Ոչ մի բան հայ ազգի վերաբերյալ կապիկներ կամ նմանատիպ, հենց այդ կինը, որ գրել է այդ հոդվածը, շատ ոգևորված ծափահարում էր, երբ որ Վարպետյանը խոսում էր այդ առի մասին, այդ դանակը մեջքից խփելու հատկությունն է, որ Վարպետյանը այսօր այստեղ չի, ասենք կարողանում են անել, այս հիմիկվա մասին կներեք մի 2 րոպե թույլ տվեք խոսամ, եթե կարելի է։ Իհարկե խոսացեք։ Ուղղակի Ստեփանի հաղորդումն է դրա համար երկրորդ ուզում եմ ասեմ Նիշեի մասին անցյալ հաղորդման ժամանակ, որ օրինակներ բերվեց, որ այսպես ասած Վարպետյանը կոպի արեն Նիշեին, Նիշեն բերեց գերմանական, չգիտեմ, այսպես տարբեր այլաբանություններով եկավ, հասավ նրան, որ Վարպետյանն անօրինակ է Նիշեին։ Ես էլ մի այլ բան կասեմ ձեզ, կարդացեք Վարպետյանի գրքերը, այդ որ ասում եք փոքրիկ գրքույկներով կա էականքը, կա։ Բայց ներողություն, ով պետք է կարդա, մենք, թե նրանք, որոնք իրենց ձեռքում են այդ գրքերը։ Հիմա տեսեք Միշան գիրք ունի, բայց չի կարդացել, մեզնից ինչ եք բանում։ Ինչի մասն է։ Միշան երրորդ անգամն է Ես արդեն երրորդ անգամ Ծննդոցը երրորդ անգամ, բայց ասում ես, որ էլի պետք է կարդամ։ Էլի պետք է կարդամ, որովհետեւ են գալեմ ամբողջովին, Ստեփան ջան։ Ես կարդալու հետ համաձայն եմ, որովհետեւ մի մեկի ձեռը տեսել եմ կարդացել եմ մի քանի ցիտատներ, հավանել եմ։ Գիրքը բարդ է իհարկե, հետո ասածից միտքն էր, որ Վարպետյանի գիրքը կարդալով ավելի շատ ես զգում եմ Պարուշ Սևակից, Համո Սահյանից, Թումանյանից, Նժդեից եկած, այսպես ասած, ազդեցություն, քան թե Նիշեից կամ այլ փիլիսոփաներից, որոնք չգիտեմ ինչ հետո մեր ազգը ու գերմանական ազգը պետք չի բերել համեմատել։ Էսի ուղղակի sense թռուցիկ անցած շաբաթվանից ուղղակի մեջս երում է այս խոսակցությունը, որ կիսատ մնաց, դրա համար այսօր առաջինը 2 անգամ զանգեցի 4 Դուք տեղյակ եք ներողություն, որ ես չգիտեմ
Վարպետյանը ամուսնացել է եւ ապրում է Իսրայելում։ Ես տեղյակ չեմ Վարպետյանը Ո՞վ է տեղը։ Դա սուտ է, ես ասեմ որ Իսրայելում Ինքը չի հայտարարել տեսման։ ես զանգարել Արգելի Ստեփան, Չէ, ես հարցնում եմ, որովհետեւ Վարպետյանին ես եմ ստեղից ճանապարհել օթանավով դեպի Մարսել, Վարպետյանը չի ապրում Իսրայելում։ որովհետեւ այդպես ինֆորմացիա երեք է սրայից, որ ինքը հայտարարել է, որ ինքը գնում է, որովհետեւ ամուսնացել է մի հատ հրյա է, եւ չգիտեմ այդ ինչքանով է, ճիշտ։ Ինքը ներկա են եղել այդ մեր ընկերը նաև այնտեղ է եղել, կհաստատեմ որ այդպես Այդպեսակ հայտարարություն չի եղել։ Ես ասում եմ, եկեք այլ այդ հարցին ես պատասխան մի վարքյան եթե կարելի է էլի շատ կներեք, ես խոսքս ուզում եմ վերջացնեմ։ Մինակ արագ, որովհետեւ Ես սկզբից էլ խնդրեցի, ուղղակի նյութը շատ է հավաքվել, չեմ Օղոսին խնդրե իր համարը տար, որովհետև ուզում եմ 822 մի վարքյան 822 57 22 ամենաճիշտ է ձևն է, որովհետեւ Շնորհակալություն։ ավելի լավ գիտի, թե քան թե մենք։ Այդ կեղտը, որ ամելով ուզում են քսած լինեն Վարպետյանի վրա, դա շատ պարզ բան է ու բնական բան է։ Իսկ 1700 տարվա հետ կապված քրիստոնեության հետ մարդը ոչ մի բան չի ասում հակաքրիստոնեական կամ Քրիստոսին կպնող կամ եւ այլն։ Պատմականորեն փաստացի ապացուցում է, որ քրիստոնեությունը եղել է քրիստոնեությունից առաջ էությունն է եղել քրիստոնեության, հետո փոխարկվելով ոնց որ իր գիրքը հետագայում փոխեն ու իրան շահերի համար օգտագործեն, որ ինքը նույնպես շեշտեց։ Ես մի բան ասեմ, դուք երևի թե որպես վկա մենակ ասեք, լսել եք թե չէ։ Նա ասել է, որ այդ միրաժում, որ էությունն է կարևորը, եւ հայ էությունը կարող է վաղը լինի սևամորթի մեջ, եւ լեզուն, հողը դա կարևոր չէ։ Այդպիսի արտահայտություն եղել է։ Արտահայտություն չեմ լսել։ Ձեր ասած ձևը Ստեփան ջան, ես ասեմ որ հենց այդ հատվածն են վերել Չէ, ես ասացի, ինքը վկայում է, պարզապես այդպիսի արտահայտություն չի եղել։ Չի եղել, ես ինձ ասում եմ, չէ՞ որ եղել։ Եթե կարելի անկերը վերջացնի պատասխան։ շատ ուշադրությամբ լսել եմ, այդպիսի արտահայտություն չեմ լսել ամենայն դեպս, բայց ոչ մի րոպե չեմ բաց թողել։ Հետո եթե ուզում եք Վարպետյանի գրքերը Նաև ասելա, նայեք ինչ եմ ասում, ուշադիր եղեք, որ Արարատ ֆիլմը մի նայեք։ Նա ինքը ասել է ես չեմ նայելու ոչ թե ասել է հերիքա լացենք, այդ շատ ասեց հերիքա լացենք։ Եմ էլ ուզում նայեմ, հերիքա լացենք, լացելու ժամանակը այս ահագի ժամանակը լացում ենք։ Okay։ շատ լավ։ Վերաբերվում է Վարպետյանի գիծը տպելուն ու ձրի բաժանելուն, Այվազյանի գրքերը ձրի բաժանեք։ Այվազյանի գրքերը ձրի է բաժանում, պարզապես դուք տեղյակ չեք։ Հա, ես տեղյակ եմ շատ լավ, Այվազյանի ձրի բաժանված գրքերը նման այն պիցաներին, որ ասում են երկու պիցա առեք, մի հատը ձրի կլինի։ Մենք նախորդ պայմանավորվեցինք, որ ելույթների ժամանակ կլինեք զգուշ եւ կոռեկտ։ Հիշում եք։ Պիցան Այվազյանի գրքերը կապ չունի։ Վերաբերվում է, որ ասում եք կոռեկտ լինելու համար մի ասեք, ծննդոցը կվերցնենք Վարպետյանին կշպրտենք մի կողմ։ Վարպետյանին չեն շպրտի, Վարպետյանին կասեք, որ գնա հանգստի, բայց գրքերը կպահեն։ Դնի մի կողմ գրքերը վերցնի։ Վարպետյանը այսօրվա դրությամբ շատ մեծ իմ համար ամենամեծ անձնավորությունն է։ Ինչքան ժամանակ է իր այդ ընկերությունը կանում։ Շատ երկար ժամանակ։ Ինչքան։ Մոտավորապես 300 տարի է։ Չեղավ արդեն։ Չեղավ արդեն, հիմա դուք եթե լույս եք սփռում, ուրեմն մուտք գործեր մի արեք։ Ուզում եմ իմանամ քանի տարի է որ իր հետ Խոսքը գնում է կվարտետների մասին, խոսքը գնում է հայկական մշակույթի մասին։ Արմենչիկ եք ներկայացնում, լավ եք անում։ Ես Արմենչիկի նկատմամբ ոչ մի բան շատ սիրում եմ, այդ տղուն Աստված իրան հաջողություն էլ տա։ Բայց եկեք մեկը մյուսի հետ մի խառնեք։ Արմենչիկի ինչ կապ ուներ, ստե չհասկացա։ Է, որ դուք մշակույթի մասին եք խոսում, ռաբիզը, ժողովրդականը եւ այլն։ Երբեք չեմ խոսել այս բանից։ Անցած շաբաթ եղել այդ խոսակցությունը հանրություն։ Ես եմ խոսել, հիմա իմ խոսքի համար կարող եմ պատասխան տալ։ Խոսքի համար չեմ, դե հիմա եթե խոսքի համար դուք պահանջում եք, որ Վարպետյանը պատասխան տա կամ իր գրածի համար, այդ գրածը Ես չեմ պահանջում, դուք շփոթում եք, ես ձեզ անջատում եմ, որովհետև ուղիղ 7 րոպե խոսեցիք։ Ասա։ Եթե կարելի է պատասխան տալ ընկերոջը, նախ անցած հաղորդման ընթացքում ընկերն ասաց, որ ես ասել եմ նման միտք, որ Վարպետյանը կոպինել ինչ չէի, նման արտահայտություն ես չեմ արել։ Ես ասել եմ, որ շատ մտքեր համընկնում են։ Նամանավանդ հերոստա
եթերում նրա բերած օրինակը դարախաղացի օրինակը Նիչեից էր վերցված եւ նա ասեց որ Նիչեից է վերցել դա ինչպես խոսեց Զրադաշտը գրքից Նիչեի բերեց այդ օրինակը եւ ասեց որ գրել է 4 բաժինը դարախաղացի օրինակը բերեց այսինքն նրա նաեւ նրա բերած եւ օրինակների մեջ ակնհայտ է եւ նա երևի չթաքցներ եթե Վարպետյանը այստեղներ միգուցե չթաքցներ միգուցե եւ տար սպարիչ պատասխան որ ինքը բացարձակ կապ չունի Նիչեի այսինքն եթե մարդը այստեղ չէ եւ մենք դրանց քննարկում ուրեմն ձեր ելույթը համարում ենք արչի ծառայություն Վարպետյանի դեմ ուրեմն լավ չէր որ դուք Նիչեի վերաբերյալ Վարպետյանի հետ ընդհանրություն չգտաք ոչ ես ոչ թե ընդհանրություն չեմ ձեզ չեմ ասում իրան եմ ասում որ լսում ես ասում եմ որ ընդհանրություն կա նախ առաջին ընդհանրությունը Նիչեն արիականության հայրն էր Եվրոպայում գերմանացիների մեջ բերեց արիականություն եւ անցած հաղորդման ընթացքում ես հիմա փորձում եմ հիշել բառ ինչ եմ ասել եթե ես հայերին ընդհակառակը չեմ համեմատել գերմանացիների հետ եւ հակումել չունեմ այդպես մտածել որ մենք ու գերմանացիները նմանատիպ պայմաններում ենք ապրում կամ նմանատիպ օկեբանություն ենք կրում օկեբանության տեր ժողովուրդներ ենք ոչ ես պարզապես բերեցի այս օրինակը եւ չեմ էլ ուզում հակաճարել նախ թույլ տվեք այսպես թեկուզ ուշացնող բայց շնորհավորել բոլորիդ այս նոր եկող տարին Հավատացյալներին նաև ովքեր ընդունում են Քրիստոսին, որ Քրիստոսի ծնունդը նաև գալիք շնորհավոր լինի եւ հակաճարելու կարիք էլ չունեմ այս տոնական օրը, սակայն կասեմ, որ ես չեմ ասել, որ հայերեն ու գերմանացիները նույնն են։ Նման բան ես չեմ ասել, ինչպես ընկերն ասեց, որ փորձում է համեմատել մեզ գերմանացիների հետ, ցանկացած մարդու հետ կարելի է համեմատել եւ ժողովուրդի հետ, բայց ես չեմ ասել, որ դրանք նմանատիպ ժողովուրդներ են։ Հիմա ես չեմ կարծում, որ տեսակ չի ասում նրա ասածը, Ասպետ ջան, եթե թույլ կտաս, կարծում եմ, որ մեր ընկերոջ ասածը պարզապես նա է, որ զուգահեռներ բերելով Վարպետյանին կապելով Նիչեի հետ եւ բերելով այդ օրինակը, որ Նիչեն կործանեց Գերմանիան եւ նույն ձեւ Վարպետյանն էլ երևի թե միտումներ ունի կործանելու մեր հայոց պատմությունը կամ մեր հայազգի կամ եւ այլն պարզապես այդ բանով որ Վարպետյանի միտումները բնավել դա չեն մարդը եթե ճարտարապետական ավարտել թատերական ավարտելուց այդ ամեն ինչից հետո ինչպես դուք ասացիք լավ կամ այդ գրված էր լավ խնամված դեմքով եւ այլն նա թողեց այդ ամեն ինչը հեռացավ եւ գնաց իր կյանքից մեծ մաս մոտավորապես 40 դար տրվեց լուսաբանելու հայոց հին պատմություն ազգաբանություն էաբանություն եւ այլն եւ հանկած միանգամից ցնորվեց եւ հիմա պետք է դառնա ազգի կործանիչ դա պարզապես օբսուրդ կլինի եւ չեմ հավատում որ այդ աստիճան զարգացած անձնավորությունը տեսակ քայլի դիմի եւ մանավանդ նրա այդ բախտը ունենալու ծանոթանալու անձնապես նույնիսկ իմ տանը հանդիպելուց պարզապես ես չեմ կարծում որ այդ տեսակ ինչ որ մի միտում կարող անեն բացի կարծելուց ինչ մենք ով ենք որ կարծիք կազմենք Վարպետյանի համար պարզապես նրան լսելով պարզապես ինչու եմ ասում մենք ով ենք որովհետեւ մենք Վարպետյանի պետք է առաջին հերթին հասնենք այդ իր դիրքին այսինքն այդ ամեն ինչը երրորդ անգամ միշիկը կարդում պետք է հասնենք այդ դիրքին որ այդ ժամանակ իր նույն տեղը կանգնած իր հետ կարողանանք քոնտակտիվությամբ եթե ընդհատեմ կներես այո սիրով եթե բարձրացեք փողոց որովհետեւ կհարցնեմ Վարպետյանին ինչքան ժամանակ է ճանաչում ես բայց չասես 300 տարի ոցոր ընկերը ասեց ինչքան ժամանակ է ճանաչում Վարպետյանին ես Վարպետյանին առանց ճանաչելու մոտավորապես 5 տարի է ճանաչում երբ է առաջի հանդիպումը երբ է առաջի հանդիպումը 1.5 ամիս առաջ օքեյ անցանք առա Ստեփան ջան սա դու կարծում ես որ եթե դու բիզնես չունենայիր նա քեզ կճանաչեր այո Գիտեք, ես ձեզ ասեմ շատ հետաքրքիր է իմ ու Վարպետյանի ծանոթությունը, որովհետեւ Վարպետյանը ինձ չի գտել։ Վարպետյանին ճանաչող մի անձնավորություն է ինձ գտել, որը որ պարզապես հերոստատեսությամբ դիտելով մտածել է, որ ես անպայման եւ այդ մարդը ոչ մի նյութական խնդիր չի ունեցել եւ ես ձեզ ասեմ, առ այսօր ես ոչ մի տեսակ նյութական ոչինչ չեմ արել Վարպետյանի համար։ Եվ նա մտածելով որ ես հետաքրքրված եմ իմ էությամբ եւ ինչ որ մի բաներ նկատելով այդ տեսակ մեզ ծանոթացրեց իրար մենք ծանոթացանք ոչ մի տեսակ առ այսօր ես Վարպետյանի համար նյութական օգնություն չեմ արել եթե իմ հերոստաժամը տրամադրել եմ նաեւ տրամադրել եմ իմ հերոստաժամը ինչպես դուք եք ազգային անձնավորություն ինձով ես եմ փորձում կրտսեր ավելի ազգային անձնավորություն անել այն ինչ որ ճիշտ է Պարզապես այդ տեսակ է եղել մեր ծանոթությունը Վարպետյանի հետ եւ ոչ թե Վարպետյանոլոգ եմ ես ինձ համարում կամ Վարպետյանապաշտ այլ դա ինձ համար դարձել է պարզապես հոբի իմ այս տարիներում եւ փորձեմ դա դարձնել ավելի ինքս իմս ավելի յուրացնել եւ
հասկանալ ինչ է էությունը, նայել աշխարհին այդ տեսանկյունից։ մի կարծամիշ, որ կասկածի ժամը։ Նա ինչա, բիուշադրություն դարձեք, որ պրոպագանդում չի թույլատրվում, ստե որովհետեւ անձի կամ հակառակի։ Երկու բանի անդրադառնամ, ես խնդրում եմ ինձ թույլ տվեք, բավական ժամանակ ունենք, մի պահեք։ Նայ, ես ասում եմ, եթե թույլ տամ շատ խիստ կլեմ քու գրածների նկատմամբ, կարդա։ Խնդրեմ եմ կարդա, այսինքն որևէ խստության վերաբերյալ ես կլսեմ քեզ, ես կարդացածներին բոլորը կպատասխանեմ։ Ես դրա համար եմ եկել, որ լսեք, այսինքն ասե։ Ես ուզում եմ միայն վերջից մի քանի բան կարդամ։ Okay։ Սա անցանք ես բաների մեջ Էլի ես անդրադառնում եմ Տիկին Սանասարյանին, որովհետև այս հոդվածը ինձ շատ է հուզել, որովհետև ամբողջ սխալ է ներկայացված։ Նորից դու անցալ հերքելու Սանասարյանի հոդված չէ, բայց դու հոդվածը հերքի մամուլով, հեռուստատեսությամբ չէ։ Ինչ որովհետև ես Սանասարյանին չեմ բերել, որ քո հետ բանավեճ։ Իսկ ուրա մենք խոսացանք որ կլինի մամուլով հերքի։ Բայց անցած անգամ էլ ինքը չկար, բայց իր դրածն է։ Ես հավակնում լինել բան լրագրող կամ հրապարակախոս, ինչպես Ստիկինն հավակնում լինել։ Մենք իր նկատմամբ ճնշում կգործադրենք։ Եկեք շատ ողջավորվեցինք, մի հատ զանգ պատասխանենք, էլի պարոն Քիրեփյան։ Ես զանգի պատասխանեմ։ Այո, Ստեփան, լսում եմ ձեզ։ Կպատասխան։ Բարև ձեզ։ Ուրեմն նախ եւ առաջ ասեմ Պարոնյանը կարծեմ ասպետ էր, Այո։ Ուրեմն Վարպետյանը ինքը չի բերել արիականության գիտությունը հայ ժողովրդի մեջ։ Նրանից առաջ ավելի մոնակներից գիտնականներ նա շատ ազնվորեն ասում որ ես խմբագրում եմ այդ ամեն ինչը։ Ես նմանից չեմ ասել որ Վարպետյանն է բերել արիականություն Հայաստան։ Նոր համեմատեցիք Նիցշեի հետ, որ Նիցշեն գերմանացիների համար բերեց արիականությունը։ Այո։ Այդ միտքը։ Այո։ Այսինքն զուգահեռ համատականը գնաց որ Վարպետյանը մեզ համար բերեց այդ միտքը։ Չեմ ասել այդպես։ Եթե բառախաղերի հետ ցույց ենք գնում եւ ընդհանրապես հիմա ես մի ուրիշ բան էլ ասեմ։ Ընդհանրապես իմ կարծիքով ես մի քանի հաղորդումներ առաջ եմ դիտել ձեզ եւ շատ ասենք sense մի տեսակ ձևերով ասենք արտահայտվել եք սպարապետ կամ սպարապետներ ասենք իմ կողմից ձեզ խորհուրդ մի ասեք այդպես։ Ում մասին եմ ասել սպարապետ։ Դե ում մասին որ այսօրվա ասենք Չէ, բաց ասեք, այդպես կիսատ բաներ մի խոսեք։ Վարպետյանի։ Չէ, Վարպետյանը չէ, ուղղակի ընդհանուր ասում եմ, որ Ում մասին ասեք, դուք լավ տպավորություն եք թողում, բայց հիմա որ չեք ասում, դա ձեր հարգանքի Ուրիշ ինչ սպարապետ ենք մենք ունեցել այս ժամանակներում։ Որ ժամ։ Մամիկոնյանի մասն է խոսքը։ Մեր ժամանակներում։ Մեժան Վազգեն Գարեգին Նեժն է, հետո այս վերջինը մեր այսպես որ մենք այսօր եղել ենք, որ մենք տեսել ենք, ուրիշ սպարապետ չենք ունեցել։ Իսկ Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը։ Վազգեն Սարգսյան։ Վազգեն Սարգսյան։ Իսկ Սերժ Սարգսյանը հիմա սպարապետ չի։ Պաշտոնով գուցե, բայց կոչումով մենք սովոր ենք Վազգենին ասել սպարապետ։ Չէ, դե զինված ուզերի նախարարը եղել է սպարապետ։ Այս սա է աթեն բարախախ։ Մա ուրեմն ինձանից եթե դուք անուն եք պահանջում։ Այո։ Անկամ ասելու սպարապետ ընդհանուր մի ասեք, դուք էլ կոնկրետ անունով ասեք։ Իսկ ինչու։ Ոնց ինչու։ Սպարապետ ինչ է, հայոյանք է, վատ խոսքեր։ Դե նորից դուք պահանջեցիք, որպեսզի ես անուն ասեմ, չէ՞, ում մասին եք, ում մասին Չէ, ձեր ես ցանկանամ անուն էլ մի ասեք պարզապես միտքը, ինչն է ձեզ վրդովել։ Եթե հիմա ես ասում եմ սպարապետ, այդտեղ վրդովեցիչ կամ վատ ինչ-որ բան կա, հայոյանք կա։ Ոչ, բայց բացասական ես չէի ուզի, որպեսզի ասենք այդ բանով սպարապետը բացասական ընչեղություն։ Ինչի պետք է չասեք, եթե կա բացասականը։ Օրինակ Ինչ որ ես ասել եմ, այսօր հաղորդման թեման այլ թեմա է։ Բառը խաղերի հետևից Այդ թեմա չի, ես ձեզ դուք որ բառերի հետևից եք ընկնում, դրա համար ես ձեզ բառերն եմ ասում։ Եկեք խնդրում եմ, եկեք սկսենք այդ բառերը։ Մի ուրիշը սեղմ։ Պինդ բռնենք էլի այդ Կներես հիմա կասեմ։ բանը, ուղղակի շեղվեցին շատ նյութից։ Հիմա ասեմ, հարգելի հայրենակից։ Ես նորից այդ ասածներից տերն եմ։ Ու հասկացեք, որ սա ասելը այնքան էլ դուք սովոր չեք այդպեսի բան լսելու։ Դրա համար Հիմա երկրորդը այն հարցին ես չպատասխանեցի հայրենակցի, որ նաև այս մեր երկրորդ հայրենակցի հարցին մի մտածեք, որ Նիցշեի հետ համեմատելով ես ուզեցել եմ վարկաբեկել Վարպետյանին։ Ոչ, Վարպետյանի ասում եմ բերված օրինակը Նիցշեից էր հեռուստաեթերով։
Բերեց Նիչեի օրինակը անվերապահ բերեց այդ օրինակը եւ սա միթե վատ բան է։ Միթե եթե համատում ես Նիչեի հետ, Նիչեն մեծ փիլիսոփա է։ Նույնիսկ նա ասում է ես փիլիսոփա եմ չէ։ Քո խոսքի մեջ անցել հաղորդման ես հիշում եմ ես բառապաշարն ասում ինչ որ բաներ ասվեց որ Նիչեն բերեց Չարիք եւ հիմա ես նորից հարց եմ տալիս։ Կներեք თუ ես երրորդ հարցնողներ ես հարց եմ տալիս։ Միթե խոսեմ եկել եմ խոսելու վերջ։ Միթե հիմա ես հարց գտնամ, խնդրում եմ պատասխանեք։ Վարպետյանին ես նորից եմ ասում, ես վարպետյանագետ չեմ։ Ես այդ հիմա ասեմ, ես նախորդ ասում եմ, խնդրում եմ կներեք ինձ։ Բայց տալիս եմ հարց։ Միթե կարելի է գալ այսպեսի փոփոխության առանց խորհրդակցելու ազգի այդ սերուցք կազմել նախ։ Կազմել ազգի սերուցքը։ Հիմա ասեք ով է այդ սերուցքը։ Ես շատ Օր ջան, մի քիչ առաջ ես հարց տվեցի։ Ինչու պետք է մենք չխոսանք Վարպետյանի մասին, ասեցիր, որովհետև մենք դեռևս շատ հեռու ենք հասկանալու մար Վարպետյանին։ Առանց հասկանալու 500, 600 կամ 1000-ներ գնում ենք այդ ուղղությամբ։ Միթե այստեղ չեք տեսնում ընդհանրությունից շեղում։ Չէ, այստեղ խոսելու մասին չի խոսքը։ Մենք կարծիքի կամ քննադատելու մասին է խոսքը, որ ինչպես կարող են քննադատել մի մարդու որ չենք հասել իր մակարդակին եւ իրեն քննադատել ոնց մենք մի հատ բժիշկի սրտի խիրուրգի ասենք որ սխալ է սոսարեսան մի հատ միտքը քանի չեմ մոռացել ես եթե փորձում ենք որևէ մեկին քննադատել որոնը պետքա ծանոթ լինենք այդ մարդու գրածին եկեք մեկը ասեք որ կարդացել է ու ծանոթ եք էլի այդ մարդու գրածին ինչի մասին հիմա ես քեզ ասեմ տես նույնիսկ եթե ոչ մեկը չի կարդացել Վարպետյանին բայց մեկը Վարպետյանը չի մի ուրիշն է Քեզ բացատրում է թե ով է Քրիստոսի հայրը։ Դու վտանգ չես տեսնում դրա մեջ։ Ինչ վտանգ եմ տեսնում։ Չես տեսնում վտանգ։ 2000 մեզ բացատրել են, մեզ ասել են որ Քրիստոս է եւ այլն։ Ինչ վնաս է տվել։ Հիմա չիմանանք ով է Քրիստոսը։ Բայց ինչ վնաս է մեզ տվել։ Ինչ վնաս է տվել։ Վարպետյան, եթե լսեցիք դուք ախր այստեղ բանը մի քիչ վատ։ Չուզում որ դուք ասեք։ Ես ասեմ, վնասը նա որ Եհովայի վկաները այսօր բաները գրքուկները ձեռը վազում են ամբողջ բանով գլենդելով ես գլենդելում եմ ապրում գլենդելի մասին կարող եմ ասեմ համոզված եմ Նորթ Հոլիվուդ եւ ամբողջ Լոս Անջելեսով մեկ ու բանը փորձում են ապացուցել որ Հիսուսի հայրը բանն է ինչ է Եհովան է նրանց դեմ պայքարեն մղում նաեւ մեր եկեղեցին Իսկ ով ասեց որ Վարպետյանը պայքարում է եկեղեցու դեմ Չէ տես եթե նա հավատամքը մեր հավատամքի մեջ փոփոխություն է մտնում Վարպետյանը համաձայն եք Բայց մենք քրիստոնյա ենք դուք ընդունում եք որ մենք քրիստոնյա ենք Ես անցած հաղորդման ժամանակ այդ հարցին պատասխանել եմ միգուցե կամ նախորդ Ես չեմ ընդունում որ մենք այսինքն քրիստոնյա ենք ինչպես մենք մի սիմվոլիկ քրիստոնյա ենք այսինքն մենք այդ պատվիրանները չկատարող մարդ ենք այսինքն քրիստոնյա չենք այդ պատվիրանները Եթե մենք որ սիմվոլիկ ենք հենց այդ դա է ասում որ եթե քրիստոնեության էությունը ճանաչես ավելի հին ավելի արմատներ ավելի խորներ Ես չեմ էլ ընդունում որ մենք սիմվոլիկ ենք կոնկրետ իր տեսակետով նույնիսկ այդ տեսակետն ավելի զարգացնելու հավատում եմ եւ գտնում եմ որ դա ճիշտ է իսկ ինչ վերաբերում է որ մասին խոսքը ել եմ ասում եկեք չքննարկենք դա քանի որ չենք ախր տեսելու չգիտենք այդ նյութը եթե տեսեք այդ ժամանակ գուցե բանը Ստեփանը բարի լինի մեզ կանչի բանը քննարկենք ես լռում եմ դուք խոսում եք չէ դու ասես եկեք չքննարկենք Հա որ քննարկում եք Ես պետք է ասեմ եկեք քննարկենք կամ չքննարկենք բայց չէ այստեղ հարցը մի քիչ ավելի լայնանում է Ստեփան ջան հաղորդումից դուրս է գալիս ու դառնում է ուրիշ բան եթե մենք չենք տեսել չգիտենք այդ նյութի մասին Ես նորից եմ ասում այս թնջուկից դուրս գալու վիճակը հետեւյալն է Որը Վարպետյանը պետք է գա ապրի Լոս Անջելեսում Ինչի որովհետև նրա գալը եւ կաֆեներում ժողովներ անցկացնելը միտք չունի Կաֆեն միայն պատճառն էր, որ այդ կաֆեն տրամադրել։ Որ մենք նրանից պետք է ստանանք գրականություն, գիրք, տարածենք մեր գաղութում։ Տարածեք։ Քանի տարի է ճանաչում ես իրեն։ Ես ճանաչում Թիվ ասա, թիվ 96 թվից։ 96 թվից։ Okay։ Ինչ։ Ուրեմն այդ 96 թվին Ես կարծեմ 92-ից։ Մի րոպե, կարդալը քիչ է։ Իմ ձեռքի տակ մամուլ կար, որը քու ձեռքի տակ չկար։ Հասկանում ես մամուլ ինչ է։ Մամուլ, որ ես կարող էի Վարպետյանի բոլոր գործերը մեծ տիրաժներով հրատարակել։ Ստեփան ջան, ես այստեղ մի հատ ուրիշ բան եմ Մի րոպե մի խանգարի, Միշա, դու չես լսում։ Դու չես լսում։ Իհարկե լսում եմ։ Եվ ես գրեցի Վարպետյանի Արարատը բացում է իր գաղտնիքները։ Նա Ֆրանսիայում էր մնում։ Սեյրանին երբ որ կտեսնեք, երևի նայում է թե չէ, չգիտեմ։ Եվ այնտեղից եկավ, որ դադարացնել այդ
հոդվածների շարքը։ Ես զարմացա ճիշտն ասած, որտեղ ես իմ խելքով ձեր նման տարված, ոնց որ դուք եք տարվել, որ լավ գործ եմ անում, բայց դե դուք իհարկե ձեր լավ գործը ինչ է, պարզապես ես գրել, էտա լսել, բայց ես գործ էի ուզում անեի, եւ Վարպետյանի ամբողջ գործերը մեջ տիրաժով տայ, հանկարծ այնտեղից եկա, որ չդրեք այդ գործերը, եւ խմբագրակազմի մեջ էի գրել լույսի, որպես մեր մտավորական, որը եւ այլն, եւ պահանջեց, որ խմբագրակազմից էլ հանեմ, բացատրություն դուք չեք կարող տալ, թե դա ինչ է, բայց ես գիտեմ, ինչու համար։ Ես իրոք չեմ կարող դրա համար, որովհետև երբ որ ես նրա գործերը ստեղ դնեի տպեի, դա այն է, որ հիմա ծննդոցը 10,000 օրինակով տպեմ, որի հետ ինքը համաձայն չի լինի։ Ինչու համար, այդ գնացեք դուք պարզեք, ինչու հանկարծ Վարպետյանը լույսից օգտվել չփորձեց, եւ երբ որ գալիս է Լոս Անջելոս, ինձ չի հանդիպում։ Բայց նա տարբեր Ինչու, բայց ինչու հանկարծ լույսի հետ չի հանդիպում, որը առաջինն էր իր միջոցները եւ ամբողջ էներգիան դրել, որպեսզի Վարպետյան պրոպագանդեր։ Հանկարծ ինքը ասեց, չեմ ուզում, չդնեք, հանեք։ Ինչու։ Այդ հարցը միջև հիմա ոչ մեկը չի կարող պատասխանել։ Որտեղ ուղղակի չգիտենք ինչ իմաստն է։ Չեք կարող։ Ուրեմն դրա համար ես ձեզ ասում եմ, ինչքան ժամանակ գիտեք, որպեսզի ժամանակ գիտեք, հետարքիր է։ Ասեցի։ Նույն ժամանակ ինչքան որ դուք Ինչ ավելի, որովհետև ես 92 թվին եմ եկել, 93-94 իրա գրքերն էի կարդում էությունը եւ հանկարծ կապ ստեղծվեց, որ ես դրանք կարող եմ տպել։ Ես թերթը բացեցի, որ այդ տեսակի մարդկանց պրոպագանդ եմ, ոչ չբացեցի ինձ համար բիզնես անեմ։ Այսինքն ազգային մարդը իր ամբողջ գործերը տպեմ։ Լավ է թե չէ։ Ու հանկարծ ինքը ասաց, որ ոչ։ Եվ ես ասեցի, դուք խմբագրակազմից հանված եք։ Եվ Ֆրանսիայից նա Սեյրանի միջոցով մի հայոյանք ուղարկեց իմ հասցեին։ Ես տեղյակ չեմ ու չեմ ոչինչ, բայց բացատրություն չունեմ մինչև այսօր։ Եվ այս ձեր խոսակցությունները ինձ համար գիտեք ինչ են։ Քամի են։ Ես մի հատ միտք ունեմ, որ ինչու հանկարծ նա չուզեց, որ այդ թերթը, որը ուներ արդեն թրջելու իր գործերը պրոպագանդեր։ Անհայտ է ինձ համար։ Մի հետարքիր հարց, ինչու Երբ որ իրան կտեսնեք կհարցնեք։ Այստեղ էր ախր կարող եք հանդիպել Ստեփան ջան։ Ես իրան երբ որ հանդիպում եմ ինքը գլուխը կախում է, դու ետ իմացի։ Որովհետև երբ որ ես իրան ասեմ թե դու ինչի լույսի չօգտվեցիր քո գործերը եւ փոքր տիրաժներով գալիս ես քիչ մարդկանց հետ եւ հիմնականում շուկայի ապրանք ես դարձրել այս հայկական ամբողջ իմաստասիրությունն ու գաղափարը։ Ինչու ես դու շուկայի հետ խաղում։ Ուզում եք ասել, որ սա վաճառում է այնպես որ շուկայի ապրանք։ Նա փողը վաստակում է։ Շուկայի ապրանք է սա։ Սա շուկայի զարմանալի է։ Սա շուկայի ապրանք չի, ազգային գաղափարախոսությունը շուկայի ապրանք չի։ Դա պետքա մտնի ամեն մեկի գլուխը եւ կարդա, բայց ինքը չուզեց այդ ճանապարհը։ Ինչու։ Ճիշտ ասեմ, երևի երկուսով պետքա պարզեք թե ինչն է։ Ես պարզել եմ իր հետ։ Հա, ես տեղյակ չեմ, ճիշտ ասած չեմ էլ շատ ուզում մտածեմ, բայց պետք է մտածեմ։ Որովհետև երբ որ ինքը 12000 տարվա պատմությունը գրում էր, այ երևի Հայկը լսում է հերոստաժամը Ահարոնյանը։ Հայկը լսում է եւ 12000 տարվա պատմությամբ մտավ, ես ստուդիայում իր հետ զրույց ունեցա։ Ասեցի այ դու դնում ես 12000 տարվա պատմություն որպես հայոց պատմություն, բայց ուրարտական շրջանում մեր վրա ճեղքում կա եւ ամբողջ ամերիկյան պատմագրությունը նստած ճեղքում է 12000 տարին, մեզ թողնում է ուրարտականից այս կողմ, եւ նա բացադրում է, որ հայերը եկվորներ են այդտեղ, հայերը եկվորներ են այդ, դու փռում ես 12000 տարվա պատմությունը, հակառակորդը ճեղքում է ուրարտական շրջանից եւ ասում է հայերը եկվորներ են, եկել են, ջարդել են ուրարտացիներին եւ ցեղասպաններ են։ Եվ դու չես կռվում այդ ճակատում, դու փռում ես եւ 12000 տարուց մինչեւ ուրարտական նախաուրարտական շրջանը մեր ձեռքից տանում են։ Պարզապես քու գործունեությունը հետեւյալն է, դու տալիս ես պատմությունը, հակառակորդը վերցնում է մեր ձեռքից։ Ինչ է նշանակում ես։ Ինքը գլուխը կախեց։ Չեմ կարող չվիճեց հետս։ Մտքի հետ ընթացքին չես կարող հասկանալ, որտեվ եթե այդպիսի խոսակցություններ են եղել մեր մեջ, որովհետև ես գիտեմ, որ ինչ է նշանակում 12000 տարի փռել, ինչ է նշանակում ջարդել պատմությունը մի քանի տեղից, խորենացուց, ուրարտական շրջանից, մինչև 1920 թվականը արդեն
Թոմսոնը ջարդել է ու ապացուցել է, որ Հայաստանի բնաշխարհում հիմա չեն ապրում էթնիկ հայեր, այլ ապրում են էությամբ մնացած, բայց գենով այլ ժողովուրդներ։ Եվ հիմա տեսեք Վարպետյանը ինչ ասում, էությունն է կարևոր։ Հասկանում եք ինչա կարևոր։ Էությունը իրոք որ կարևոր է։ Այ դրա համար դուք պետքա ծանոթ լինեք, թե չէ հրապուրվել բավական լավ ծանոթ եմ, ես ասում ծննդոցին բավական լավ ծանոթ եմ եւ կարդացել եմ արդեն երկրորդ անգամ, երրորդ անգամ եմ կարդում։ Մի րոպե, պատմությունը պոչիչ չեն սկսում։ Իսկ ինչի՞ են սկսում։ Պոչիչ գլխից են սկսում։ Իսկ այս շատ հարաբերական բան եք ասում, գլուխը որտեղ տեսնում։ Գլուխը ժամանակն է հիմա։ Այ հիմա կվանից սկսում ես ու մտնում պատմության մեջ, որովհետև դու գիտես, աղբյուրները հանգիստ կհավաքեն։ Պոչից որ եկար, նրանք կկտրտեն ու կվերցնեն մարմնիդ մասերը։ Ես հիմա ասեմ Վարպետյանի ուրեմն աշխատելու ձևը որն է, նա ուրեմն գնում է հետ, գալիս է առաջ ու ամբողջ ժամանակ այսպես է ապացուցում։ 1500 թվականից մինչև 2000 թիվը, որովհետև հոդված ունի 1500 թվականից մինչև 2000 թիվը հոդված ունի, չունի։ Ինչ նկատի ունեք հոդված։ Չունի հոդված, որովհետև աշխատություն ունի 1000 թվից մինչև 1500 թվական ունի աշխատություն։ Ինչ աշխատության մաս։ Որևէ մի ժամանակադրվածքի վերաբերյալ, որտեղ հաստատվի, որ չկա։ Այսինքն խորենացու վերաբերյալ ինչ ունի։ Դա էլ է կասկած։ Խորենացու վերաբերյալ ինչ աշխատություն։ Իսեր ասո, այդպեսի բաներ եք ասում, որ ինքը գնում է գիտեք ինչ, գնում է խորքը, եւ այդ խորքը մերը չի։ Հիմա նայեք ինչ եմ ասում։ Դուք Վարպետյանի հետ լավ եք, հաճելի է, ես էլ նայում եմ։ Բայց այդ պատմությունը մեզ ցրում է այս պատմությունից։ Խրվելով 12000 տարվա մեջ մեր քթի տակի Արարատի խնդրը մենք այսօր չենք անդրադառնում։ Ինչու՞։ Որտեղ մենք ուտում ենք ուրիշ իշխանություններին տրվի այդ հարցը։ Չգիտեմ ով պիտի տա։ Ես եւ դու գուցե Ես կուզենայի որ Վարպետյանը Վիրաժ կաֆեում այդ հարցը դներ։ Դուք կուզենայիք այդպես, բայց Վարպետյանը բաները ուրիշ բաներ ա գրել, որ այստեղ ուղակի չգիտեմ ինչու տեղափոխեցինք այս հարցության վրա։ Երևի լավ կներ, որ դուք այդ հարցը բարձրացնեիք։ Ես չեմ տա ինչի համար, որտեղ երբ որ ես իրան բացեցի 96 թվին, երբ որ գրեցի, Արարատը բացում է իր գաղտնիքները։ Նա հասկացավ, որ ես Սուրմալուի շրջաննի ու Բաթումի մասին այսօր կամ վաղը կգրեմ։ Եվ դրա համար ասեց էդի հավեթո ես չեմ ուզում այդ համագործակցել։ Դուք հասկանում եք թե չէ։ Այսինքն դուք գրեցիք։ Ոչ, Արարատը բացում է իր գաղտնիքները, դա ինքն է գրել։ Գիտեմ որ ինքն է գրել, բայց Արարատը բացում է իր գաղտնիքները, արդեն Վարպետյանը լույսի մեջ է, չէ՞, ես հետևից պետք է դնեմ Արարատ, Սուրմալու, Բաթումի։ Արարատի հետ խաղալ չի կարելի։ Դա անմիջապես զգաց որ լույսի հետ չի կարելի աշխատակցել։ Ծիծաղում ես։ Իրոք ես մտածում եմ որ մենք տարբեր բաների մասին ենք ասում, դուք ուրիշ բան եք փորձում բան անել, անդադ ապացուցել որ ես ձեր բիտը չեմ փոխի, գնացեք եւ մտածեք, ինչու նորագույն պատմությունը որ մեր քթի տակ է եւ կորուստներով լի, հանկարծ դա փոխում է 12000 տարի։ Լիքը պատմաբաններ որ նորագույն պատմություն են Ձեզանից փոքր եմ էլի կներեք։ Այստեղ բանա ուրեմն ուսումնասիրում է հնագույն պատմություն եւ ազգաբանություն է ուսումնասիրում եւ ներկայացնում է։ Խնդրում եմ, եթե ինչ-որ բաներ ունեք այդ առումով գուցե այդպես։ Հիմա նայեք ինչ եմ ասում, մենք այս խոսակցությունը լրիվ ավելորդ է։ Մեզ հետաքրքիր է, այ հիմա որ լսում են մեզ։ Պատմական պրոֆեսորներ կան, դոկտորներ կան, այստեղ Սփյուռքում։ Նրանց կարծիքն ինչ է։ Կարծիքը այս ինչ որ խոսում եք, սրանք մեր չէ։ Ես հիմա հեռուստաժամով կասեմ, ձեր կարծիքն ինչ է այդ դոկտորներ, պրոֆեսորներ, չէ որ դուք պատմությունը գիտեք եւ նորագույն, միջին, հնագույն, ինչա կատարում, որովհետեւ հոդված լուրջ, հոդված մամուլում չի հրատարակվել։ Վարպետյանի աշխատությունների վերաբերյալ Վարպետյանին գրում են կամ լսում են նրանք, որոնք պատմության գծով մասնագետ չեն։ Բաս էս կարելի է։ Բայց այս ամեն ինչը շատ ավելի ուրիշ տեղ է, քան պատմությունն է, Ստեփան ջան։ Շատ հաճելի է լսել։ Բայց մասնագետները պիտի խոսեն, չէ։ Իսկ մասնագետները մի ձենով, ումը որ հարցնում եմ, ես, ասում եմ, ամեն մի տողը, որը որ գրում ես, դու պատմություն չես կարող ստեղծել։ Դու պատմություն չես կարող ստեղծել։ Դու պատմությունը կարող ես հավաքել արխիվներից։ Ամեն մի նախադասությունը վերցնելուց պետք է վրան գրես։ Որտեղից վերցրեցի։ Ես դրա մասին էի ուզում խոսեի։ Եվ երբ ասում եմ թե բայց այդպես է թե չէ, ասում եմ եթե մի աղբյուր չնշես գրագողությունը։ Դե արի,
Այսինքն 100 հատ նշեցիր, 3 հատ չնշեցիր։ Այսինքն ինչ ես ուզում Պատմական աշխատություն չի։ Սա է իրական պատմական աշխատությունն է, Ստեփան ջան։ Ամբողջը պատմական աշխատությունների հավաքն է, որից եզրակացություններ անում եւ մատուցում է մեզ, որովհետեւ կարողանանք ինքներս հասկանալ, թե ինչ ենք որտեղից ենք գալիս։ Այս ասպետը, որ ասես, դա վտանգավոր է։ Իսկ ինչի է վտանգավոր։ Ես վտանգը տեսա այնտեղ, որ արդեն հարցը ստամ, եթե կարելի է, կամ պատասխանը հետո հարցը ստամ։ Նախ Քրիստոսի վերաբերյալ, ով է Քրիստոսի հայրը։ Սա արդեն ոչ ազգաբանության հարց է, ոչ պատմության։ Միայն այսինքն ազգաբանության սա հարց չէ, կամ էլ ազգաբանության հարց չէ ընդհանրապես։ Սա արդեն հավատամքի հարց է։ Հավատամքերն է ավելի։ Ես նախքան հաղորդումներ ձեզ զրուցելուց բավականին լավ վերաբերմունք ունեմ, հարգում եմ ձեզ, ես չեմ ուզի, որ ընդհանրապես ցանկացած եկող ուսմունք ինձ հակասության մեջ դնի այսպեսի համակրելի այս բանավեճը սիրելի հայրենակիցներ, ովքեր ասեն մեր ժողովուրդը չգիտեմ ինչու էս, այսինքն հասկանալ է թե ինչու, նյարդայնացած ժողովուրդը կարծես թե լիցքաթափվում է եւ տեսնում է վեճ, փոխանակ վատը զգալու, կարծես թե լիցքաթափվում է, ոնց երևի դուր է գալիս։ Սա վեճ չէ։ Սա վեճ չէ անձերի միջև, ոչ էլ սա ինչ որ գիտական վեճ է, ոչ։ Այստեղ ոչ մեկն էլ կարծեմ հավակնություն չունի ներկայանալու որպես Վարպետյանագետ ես ասեմ իմ առաքելությունը եւ գիտնական ասելուց կարծեմ Պողոժան գիտնական բառը էլի վատ բառ չէ որ Վարպետյանն ասում գիտնական նշանակում է իր մեջ գիտություն ունեցող այդ իմաստն է բայց նա այդպես չի ներկայանում որպես ինքը գիտնական նա ասում է ես ազգաբան եւ էաբան եմ որը որ ինքը է տես Իմիջայլոս Պողոժան որ դուք ասիք ինչ նմանություն եք գտնում Նիչե եւ նրա մեջ ես ափսոս գրքի չեմ բերել Նիչե գրքի մեջ ես կտամ քեզ կամ Ստեփան դու ներկայացու կա էս միտքը հենց այդպես էլ ասում է Նիչեն ասում է ես արամարում եմ ինքը այսինքն արամարում է գիտնականներին եւ փիլիսոփաներին ինքը ներկայանում է որպես հակափիլիսոփա եւ որպես գիտնական չի ներկայանում բայց վերջը սա կամ գիտություն է կամ արվեստ է պատմաբանություն է ազգաբանություն է գիտություն է վերջապես կրոնագիտություն աստվածաբանություն դրանք էլ գիտության համաձայն եմ կարող ենք վեր դասել ես այսինքն վերև ներքևի վերջո մենք մեր առաքելությունը կոնկրետ իմ առաքելությունը այսօր այն էր որ ես ցույց տայի որ այս տիկնոջ գրածը իրականությունը չէր համապատասխանում համոզեցի լրիվ ապացուցեցի իսկ մնացածը թե Վարպետյանին ով ինչպես կընկալի կհասկանա ամենաառաջինը ես խորհուրդ եմ տալիս կարդալ հետո նոր բանը քննարկել Վարպետյանին իսկ եթե ուզում եք այն մնացած հարցերը բարձր ես տպող եմ ես Վարպետյանը եթե թույլ տա տպեմ իր ամբողջ գրականությունը լույսի մեջ, եթե թույլ տա իր ամբողջ գրականությունը մեծ տիրաժով ես տպեմ, եւ բաժանեմ ժողովրդի մեջ, ես Վարպետյանի հետ խնդրեմ չունեմ։ Բայց եթե թույլ չտա, խնդրեմ ունեմ։ Բարոն Քիրեմի ջան, մի հատ ձեզ հարց տամ։ Դուք ասացիք, որ ճեղքվածքներով է գրված իր պատմությունը ու լավը չի։ Ինքը չէ, 10,000-ով ներկայացնել։ Ինքը չէ։ Ստեփանի ասածը ինքը տես ինչ ա գրում, փռում է պատմությունը։ Լավ 12000 տարի գնա, բայց գալիս է հակառակորդը Եվ ճեղքուբը, ասում է, այսքանից ենքոմ դուք չեք, գիտականորեն, ոչ թե խոսակցությամբ, փաստորեն մենք ունենում ենք Վարպետյանի ասած պատմությունը, գիտականորեն մամուլով և բարձր բակարդակով ապացուցվում է, որ այդ դուք չեք, արդյունքում մենք ոգևորված ենք Վարպետյանի ասածներով դուք, հետո տրավմայի մեջ ենք և մեր մոտ առաջանում է հակաէֆեկտը, որ դա մենք չենք, ինչ է ստացվում, որ մեր մոտ առաջանում է տաք ու սառը, Տակուսարը, մեր մոտ առաջանում է հուսախաբություն, անպերություն, այսենց զգացմունքներ եւ Վարպետյանը չի շուր գալի Մասիսը բռնի ու պաշտպանի, ասի Սուրմնալի մենա կամ Բաթումին, ոչ թե 12000 տարի։ Քաղաքագետներին գուցե պետք է դիմեք, այսինքն կամ բոլորը վերգենա գնանք այդ պաշտպանելու։ Տակուսարը, որտեվ էլի ասում եմ, ախր Վարպետյանը ժամանակը բացավ, գիտեք, երկուսը։ Բնական է այդ Տակուսարը լինելը։ Ես էլ մի բան ասեմ, համերգի վերաբերյալ։ Այդ Տակուսարը բնական է Համով հաղորդում էր, չէ՞, բայց Դա կարևոր օրերի հետ մեկտեղ անձրևել է գալիս, մեկ կարկուտել է լինում, այսինքն դրանք բնական բաներ է այդ տակուսարը, մարդիկ ոնց կընկալեն, ոնց կանեն։ Ես այդ չեմ ասում։ Ես ասում եմ, շնորհավոր ենք գուցե ժողովրդի գալիք նոր տարի, սա վերջին
Նախ եւ առաջ այսքան ժողովրդին տոնական տրամադրությունը մարդկանց փոխելով, որպեսի տարակուսանքների մեջ շատ չընկնեք, ժողովուրդ ջան, այս կասետները ինչ որ կաֆե միրաժում եղել է, սրանք պետքա լինեն, այսի արդեն արտադրվելու է, այսի վերցրեք, ձեռք բերեք, նայեք, ինքներդ դուք որոշեք թե ինչ եք ուզում հասկանալ։ Դուք ասեք գինն ինչա, միանգամից եթե կա, եթե մեկը որ չի կարող նստելով սովորեցի այդ ձրի։ միանգամից օգտվեք, ասեք 5-ը 10-ը, ասեք։ Բան կանենք, որոշի դա ուղղակի որովհետև գովազ կանեմ ես։ Հետ շնորհակալություն։ Ստեփան ջան, եկեք ասենք, որ Ժորժ ջան, համեցեք այդտեղ լավ ջազային համեր կա լինելու։ Դու ես մեծ գովազդում եմ, եթե ձեր գովազդը ուրեմն մեր խոսակցությունը կշարունակենք, դուք մնացեք եթերում կայանը անջատվում, մնացել է երևի 5 վայրկյան։ Միանգամից բոլորը շնորհավոր ենք ձեր նոր տարին։ Շնորհավոր։ Սուրբ ծնունդը ասեք։ Անպայման Սուրբ ծնունդը նաև Քրիստոսի հայրն էլ ով է։ Դա պետք է ասma ով ուզում ալի Քրիստոսը Քրիստոսա։ Կարևոր է։ Ուրեմն Սուրբ ծնունդը Քրիստոսի եւ բոլորիդ հաջողություն, երջանկություն, ամենայն բարիք։ Բոլորիդ գրկում ենք եւ ուրախ ենք ձեր ապագայի համար, հույսով ենք որ ավելի լավ կլինի մտածել։ Վեճեր կլինեն, բայց մենք մնում ենք հայ եւ միշտ իրար հետ ենք։ Իսլամ բաժանում։ Քրիստոսի բաժանում։